Պարոն Մանուկյան, բարև ձեզ, լավ եք։ Պարոն Մանուկյան, ի վերջո Սրբազանի արշակ գործիք ինչու հրաժարվեցիք։ Կար կարծիք օրինակ, որ վախենում եք այդ գործիքներին։ Սխալ կարծիք եք կազմել երևի մասին։ Ես իմ բոլոր մտքերը հստակ շարադրել եմ իմ կողմից կայացված որոշման մեջ, ինքնաբացարկ հայտնելու մասին որոշման մեջ, եւ իմ նշված որոշումը շատ միտված է եղել հենց նրան, որպեսզի հասարակության մեջ լինի այդ կարծիքը ձևավորվի, որ քննությունը իրականացվում է օբյեկտիվ, արդար եւ թափանցիկ։ Պատճառաբանությունն այն է, որ անցանկալի դատավորների ցուցակը։ Ես չեմ կարծում, որ կա նման ցուցակ, ինչ որ ցանկալի կամ անցանկալի եւ նման հարց ընդհանրապես քննարկելու կարիք չէ։ Կաթողիկոսի եղբոր եւ եղբորորդու գործն է քննում։ Այո։ Հանրության ուշադրության կենտրոնում այս գործը, կարծեմ նրանց խափման միջոցներ կապեցիք, եթե ճիշտ է նշում, եթե չէ ուղղակի ընդհանուր առմամբ քրեական, քաղաքական երանգունացող գործերով երկում եք ունեք, այսպես ներքին պաշտպանվածություն, Ոչ ներքին, խնդրեմ նման հարցեր մի տվեք, որտեղ վստահ եմ դուք եք համոզված, որ չկա նման բան, որ ինձ ինչ-որ մեկը կարող SMS ուղարկել եւ ես դրա հիման վրա որոշումներ կայացնեմ։ Շատ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում որոշում է, որ դատավորները ասել է լինելու է փոփոխություն, դատավորները լինելու են ժամանակավոր պաշտոնակատարներ։ Փոփոխությունները կլինի, ինչ որ կլինի, այն էլ կլինի։ Օրինական է սա սահմանադրական Ես նման նախագիծ չեմ տեսել եւ վստահ եմ, որ նման ձևով չի կարող լինել, ոնց որ դուք եք ներկայացնում։ Կարող է լինել այսօր գործող սահմանադրության պայմաններում, դատավորների անկախության երաշխիքների պայմաններում, կարող է լինել մի փոփոխություն, անգամ իսկ սահմանադրություն են փոխում, որ դատավորները ձգտեն այդ երաշխիքներին։ Ուրեմն սահմանադրությունը բոլորդ էլ հայտնի է, որ միայն հանրաքվեի միջոցով է ընդունվում, ժողովրդի կամ արտահայտության արդյունքն է, եւ եթե մեր ժողովուրդը կորոշի, որ այդ կարգով պիտի լինի դատավորի նշանակումը, ընտրությունը կամ մնացած, ուրեմն այդ կարգով էլ կղեկավարվի բոլորը։ Ես ասում եմ, ես այս պահին նման որևէ նախագիծ դեռ չեմ տեսել, որևէ տեղ հրապարակված, որ դրա հիման վրա կարողանամ ինչ-որ կարծիք հայտնել։ Շնորհակալ